Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները այբենարանից։ Այսօր մենք կսովորենք ևս մեկ հնչյուն եւ նրա տառերը։ Տեսնենք, որ հնչյունի մասին է խոսքը։ Նկարում պատկերված է ճնճղուկ։ Ճնճղուկ։ Բառասկզբում լսում ենք չ հնչյունը, արտասանում ենք եւ նկատում ենք, որ չ-ն բաղաձայն հնչյուն է։ Այժմ տեսնենք երեխաներ ճանապարհի եւ ճյուղի է նման։ Չ մեծատառ տպագիր, չ փոքրատառ տպագիր, չ մեծատառ ձեռագիր, չ փոքրատառ ձեռագիր։ Նայում ենք, տեսնենք չ տառի մասնիկները, ոչ տառի մասնիկներին են նման։ Մեծատառ հ-ի մասնիկն է, հետո ալիք ենք անում եւ պտտեցնում ենք մասնիկի շուրջ։ Սա մեծատառ չ-ն է։ Նույնը փոքրատառն է, միայն փոքրատառ հ-ի մասնիկով, նորից ալիք եւ պտույտ։ Իսկ այս գլխիկը չենք շատ ոլորեցնում։ Ճոճանակ բառասկզբում եւ բառամիջում լսվում է չ։ Այժմ չ-ով կազմենք բաց եւ փակ վանկեր։ Ճա, ճի, ճու, ջե, ճո, աջ, իջ, ուջ, էջ, օջ։ Խաղում ենք հետևյալ խաղը։ Վերջին տառով ասա նոր բառ։ Տեսեք, սկսում ենք բառը չ-ով։ Ճանճ, վերջացավ չ-ով, նորից չ-ով բառ պիտի ասենք։ Ճիպոտ, վերջացավ տ-ով, տ-ով ենք բառ ասում։ Տաճար, տեսեք, այս դեպքում ր-ով բառերը քիչ են, ասում ենք ա-ով։ Ալոճ, ալոճը երեխաներ սրտի համար շատ պիտանի խոտաբույս է։ Ալոճը ունի կարմիր պտուղներ եւ նրա պտուղները առողջարար են շատ։ Նորից չ-ով վերջացավ, չ-ով բառ ենք ասում ճյուղ, վերջացավ ղ-ով, ղ-ով բառ ենք ասում ղեկ, կ-ով կուտ, տ-ով տուն, ն-ով նավ եւ այլն։ Ինչքան հնարավոր է շատ կարող են երեխաները այս խաղը խաղալ, որը զարգացնում է երեխաների եւ արագ մտածողությունը եւ նաեւ սովորում են գրել միավանք բառեր։ Առաջադրանք 2-ը կարդում ենք չ պարունակող 5 բառ։ Ճանճ, ճարպիկ, կոճակ, ճակնդեղ, ճագար։ Ստացվեց 5 բառ։ Կարդում ենք ճոճանակ բանաստեղծությունը։ Այ ճոճանակ, գնա արի շարունակ, արի ներքև, ելիր վեր, մեզ էլ քեզ հետ տար ու բեր։ Ճոճանակը բոլորը տեսել եք, ճոճանակով խաղացել եք։ Տանում բերում է ճոճանակը, ճոճում է, չէ, երեխաներ։ Շարունակ նշանակում է անդադար, անընդհատ։ Մեկական տող փոքրատառ ձեռագիր չ եւ մեծատառ ձեռագիր չ գրելուց հետո փորձում ենք ծառի փոքրիկ ճյուղերով պատրաստել տպագիր մեծատառ չ, տպագիր փոքրատառ չ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ 4-րդ առաջադրանքը ով ավելի շատ։ Խաղ ենք խաղում, ճերմակ բառով կազմելու ենք բառակաբակցություններ։ Ճերմակ նշանակում է սպիտակ, ճերմակ շապիկ, ճերմակ ճայ, ճերմակ ճագար, ճերմակ ամպ։ Այժմ կազմում ենք բառակաբակցություններ։ Ըստ էության երեխաներ բզեզի նկար է դրված, բայց պետք է լինի չ-ով որևէ բառ, օրինակ ճանճ, ճիճու։ Դուք կարող եք եւ բզեզով կազմել բառակաբակցություններ եւ ճանճով, ճպուռով, ճիճույով, ինչ բառով ուզում եք։ Ցանկալի է, որ բառը պարունակի չ։ Փոքր բզեզ, մեծ բզեզ, սև բզեզ, արագավազ բզեզ եւ այլն։ Հիմա կարդանք ճայեր դասը։ Նկարում պատկերվածը երեխաներ Սևանի ճայն է, որը ունի սպիտակ գույն, իրականում այս թռչնի անունը որոր է։ Իսկ ճայերը իրենց գույնով ավելի մուգ են։ Դասում այս ճայի մասին չի խոսվում։ Ես կտեղադրեմ նկարը, դուք կտեսնեք խոսքը որ ճայի մասին է։ Իսկ սա որոր է։ Ճայը
կամ անտառային կաչաղակը թռչուն է։ Ճայերն ապրում են անտառներում։ Նրանք ուտում են ճանճեր, մժեղներ, բույսեր, սերմեր։ Իսկ Սևանի ճայը կամ որորը սնվում է ձկներով։ Կարելի է նաև թելադրություններ գրել։ Երեխաները կարող են մեկը մյուսին թելադրություն հանձնարարել և գրել. սիրուն, ճուտիկ, ճարպիկ, ճագար, ճակնդեղը համեղ է, ճակնդեղը բանջարեղեն է։ Հիմա այս երեք գրության տարբերությունը պիտի գտնեք երեխաներ։ Առաջին երկուսը բառակաբացություններ են, իսկ երրորդը այո ճիշտ է, նախադասություն է, որովհետև սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ և միտք է արտահայտում։ Գունավոր կավիճներ, անտառի ալոճ և նախադասությունը կաշտանք նապաստակը ճերմակ է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։